Բարի լույս արգելի ռուստադիտողներ, Առավոտ լուսոն շարունակում է իր եթերը, ես Արմեն Գարամյանն եմ ու կրկին Առավոտ լուսոյի տաղավարում եմ, սա նշանակում է, որ մենք դարձյալ խոսելու ենք սպորտից եւ խոսելու ենք բասկետբոլի մասին։ Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնում հաղթեց շատ վստահ առավելությամբ եւ այսօր ես հյուրընկալել եմ բասկետբոլի Հայաստանի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանին, բարի լույս, եւ մինչև 16 տարեկանների հավաքականի անդամ Դմիտրի Հաջյանին, բարի լույս։ Արթուր, սկսենք երևի թե մրցաշարի կարևորությունից, նախ որ սեփական հարկի տակ էր անցկացվում, դա արդյոք բարդ տրվեց եւ ինչքան էր կարևոր մեզ համար բերել այս առաջնությունը Հայաստան։ Ասեմ, որ մենք վաղուց ցանկանում էինք 16 տարեկանների որևէ կարևոր մրցաշար բերել Հայաստան ու հաշվի առնելով, որ Հայաստանում բասկետբոլի միջազգային հանդիպումների սակավություն կա, սա հիանալի առիթ էր այդ բացը լրացնելու համար ու նաև միջազգային ֆեդերացիայի կողմից արդեն կա վստահություն Հայաստանի հանդեպ ու դա պայմանավորված է նաև նրանով, որ անցած տարի 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնը անցկացվեց Երևանում շատ հաջող ձևով եւ դրանից հետո արդեն որոշում կայացվեց հայտ ներկայացնել այս մրցաշարի համար Այն անցավ բավական լավ եւ ամենակարևորը, որ Հայաստանի մասնակցությամբ հանդիպումները անցան մեծ խանդավառությամբ եւ մեր հիմնական նպատակը հենց դա էր, որ պատանեկան հավաքականը ստանա աջակցություն, պատանի հանդիսատեսը նրանց ծնողները հնարավորություն ունենան գալ մարզադահլիճ եւ սեփական աչքերով տեսնել Եվրոպայի առաջնության հանդիպումներ։ Դմիտրի, ինչ տպավորություններ ունես Հայաստանից եւ առաջին անգամ էր Հայաստանում, թե էլի եղել էր։ Какие впечатления? Я очень рад, что мы выиграли этот чемпионат. Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք այս առաջնությունը, ամբողջ թիմը պայքարեց մինչև վերջ։ Թիմում շատ լավ մթնոլորտ էր։ Եվ սա ընդհանրապես համագործակցությունը, քանի որ տարբեր երկրներից էին բասկետբոլիստները, ինչպես էր ստացվում։ Так как команде много игроков было из-за рубежа, как бы взаимодействие. Ну, поначалу было сложно, Սկզբում դժվար էր, բայց հավաքի ընթացքում բոլորը ադապտացվեցին իրար, общались и разговаривали на շփվում разные էինք, темы, խոսում էինք տարբեր թեմաներով, все было в порядке. ամեն ինչ лավ էր։ Քո երեք միավորանոցները շատ լավ էին ստացվում, մասնավորապես վերջին խաղում եզրափակում, դրանպես քո ամենաուժեղ կողմը որն է։ Твои трехочковые хорошо залетали, это самая сильная сторона. Ну, я думаю, то, что Կարծում եմ, որ самая сильная сторона это իմ ամենաուժեղ կողմը баскетбольный интеллект. И բասկետբոլային без команды, ինտելեկտն я է, думаю, не получилось бы забить առանց трех թիմի очков, ոչինչ потому չէր что много ստացվի։ свободных атак мне находила именно команда, и место у вас Ինձ համար просто ազատ забить этот գրողներ бросок. ստեղծում էր հենց թիմը։ Արթուր, մենք խոսում ենք հայկական բասկետբոլի մասին, հայկական բասկետբոլի զարգացման մասին, եւ ինչքանով է կարեւոր Սփյուռքի ինտեգրումը մեր առաջնությունում խաղացող բասկետբոլիստերի հետ, նրանց համախմբումը ինչպես է ստացվում հավաքականում, արդյոք սա լավ է, որ այս պահին մենք դրսից ավելի շատ բասկետբոլիստներ ունենք, թե ամեն դեպքում ավելի կարևոր է մեզ համար առաջնային է, որպեսզի ներքին առաջնությունում խաղացող բասկետբոլիստներն աճեն։ Դե ամեն հավաքական ունի իր մոտեցումը, մարզչական շտաբը սկաուտինգ է անում, նայելով թե ներսի թե դրսի տղաներին, բայց ուզում եմ շեշտել, որ բոլոր այն խաղացողները, ովքեր որ հավաքականները համալրում են, նրանք հայկական ընտանիքներից են, ազգությամբ հայ են եւ իրավունք ունեն ներկայացնել Հայաստան, այսինքն պետք է նաեւ այդ տեսանկյունից նայենք։ Հիմա նույն Դմիտրի Հաջյանը հայրը Երևանում է ծնվել, տարիներ առաջ տեղափոխվել է Ռուսաստան եւ նա բոլոր իրավունքները ունի ներկայացնելու Հայաստանը, ցանկությունը ունի, մյուս տղաները եւս այնտեղ Ջիվան Դորյանը, Էնտոնի Սարգսյանը եւ այնպես չէ, որ ուղակի, չգիտեմ, հայկական ազգանունով տղա է, ինչ որ ձև համոզում ենք, որ ինքը հայ է եւ գալիս է Հայաստան, ոչ, դա կոնկրետ հայկական ընտանիքների բասկետբոլիստներ են, որոնք իրավունք ունեն ներկայացնել Հայաստանը։ Դրա համար հավաքանի մարզիչները առաջնորդվում են ըստ դիրքերի, երբ որ տեսնում են անհրաժեշտություն կա,
այս դիրքերի ձևավորում են հավաքականը առանց նայելու թե ով որտեղից է, միակ բանը, որ պարտադիր պետք է պահել, դա ազգությամբ հայ լինելն է եւ շատ ցանկալի է, որ նաեւ ուժեղ կապ լինի, հա, Հայաստանի հետ։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի առողջություններին, ապա սա ավելի է մոտիվացնում տեղացիներին։ Հիմա նույն 16 տարեկանների 12 հոգանոց ցուցակում 6 հոգի Հայաստանի առողջություններից երեխաներ կային, ու իրանք էլ տեսան, որ պետք է ավելի աշխատեն, ավելի շատ աշխատեն։ Հիմա նույն Հայաստանի առողջություններից Յուրա Մելիքյանը արդեն G լիգից հրավեր ունի, այսինքն բոլոր հնարավորությունները նրանց ձեռքերում է, ու այս հավաքականի հանդիպումները տարբեր տարիքայինների ավելի են նպաստում, որ իրենք իրենց դրսևորեն ու ավելի առաջ գնան, ու բնականաբար ցանկացած մարզիչ իր թշնամին չի, որ ինչ որ խտրականություն ցուցաբերի, ընտրելու է լավագույններին, օգտագործելու է լավագույններին։ Մարզիչն էլ էր Միացյալ Նահանգներից, սա էլ էր կարևոր քայլ, սա էլ էր անհրաժեշտություն, որպեսզի մարզիչը ավելի փորձառու լինի դրսից, մենք չունենք կազմ, որը կարող էր այս հավաքականին առաջնորդել։ Նայեք, մենք ունենք մարզիչների ցանկ եւ նրանց հետ տարիների ընթացքում աշխատանք է տարվում, մարզիչը դարձյալ հայ էր, Նարեկ Կապուշյանը, եւ հատկապես լավ արդյունքներ էր գրանցել պատանեկան բասկետբոլում, ինչը շատ կարևոր է, որովհետեւ գիտեք, կարող է մարզիչը մեծահասակների հետ լավ արդյունք ունենա, բայց պատանիները չկարողանա աշխատել, որովհետեւ տարբեր խնդիրներ են, տարբեր մոտեցումներ են։ Նարեկ Կապուշյանը կոնկրետ Լոս Անջելեսում հայկական AGBU դպրոցական թիմով, Տիտանսով բավական տպավորիչ արդյունքներ էր գրանցում վերջին տարիներին Կալիֆոռնիայի դպրոցական լիգաներում, եւ դա նաև պատճառներից մեկն էր, որ մենք նրան վստահեցինք աշխատել պատանիների հետ, որտեվ նա հենց այս տարիքի բասկետբոլիստների հետ ունի գրանցած արդյունքներ, եւ առաջություն ցույց տվեց, որ իրոք նա բավական լավ աշխատանք է տանում հենց պատանեկան հավաքականների հետ, ու շատ կարճ ժամանակում, իհարկե սկաուտինգ էր արել բավական երկար ժամանակ, բայց շատ կարճ ժամանակում կարողացավ թիմը հավաքել ու մարտունակ կոլեկտիվ ստեղծել։ Դմիտրի, կարծեք թե դեռ հայերեն չեք խոսում, կա ցանկություն սովորելու։ Ну, конечно, желание Իհարկե есть. ցանկանում եմ խոսել սովորել հայերեն խոսել, Все силы в это вкладывать. ամբողջ ուժերս եմ ներդրել Из-за դրա того, համար, что много тренировок и много сил уходит на баскетбол, думаю, բայց քանի որ մարզումները շատ ուժեր են գնում բասկետբոլի վրա, я очень сильно դժվար է, բայց այնուամենայնիվ ուզում եմ Քո սովորել։ կարիերայի գլխավոր նպատակը որն է բասկետբոլիստի։ Главная цель попасть в NBA. Գլխավոր նպատակը Իսկ տեսնում ես NBA-ում քեզ հայտնվելն է։ Я вижу себя там, да. Ինձ տեսնում եմ այնտեղ, այո։ Հայտնի բասկետբոլիստներից NBA-ի քեզ ում ես նմանեցնում եւ ում ես ուզում նմանվել։ Но мне очень нравится Кевин Дюрант. Ինձ շատ է դուր գալիս Քևին Դյուրանը, Старого поколения Коби Брайант. Կոբի Բրայանտը, հին սերնդից։ Ես ավելի շատ երևի Շեյ Գիլջեսին կնմանեցնեի, դիտելով մի քանի հանդիպում։ Արթուր, հաղթեցինք C դիվիզիոնում եւ ցույց տվեց Հայաստանի հավաքականը, որ մեր ընտրանին մի քանի գլուխ բարձր է բոլորից։ Ճիշտ է եղան մի փոքր բարդ խաղեր, միգուցե Մալթայի հետ առաջին խաղը, բայց ամեն դեպքում երևաց, որ Հայաստանի հավաքականը առնվազն 1 գլուխ ուժեղ է բոլորից։ B դիվիզիոնում ինչ կարող անել մեր հավաքականը այս պահի դրությամբ։ Դե գիտեք, կազմը գրեթե ամբողջությամբ փոխվելու է, մյուս տարի արդեն պետք է նոր կազմ հավաքել, այս հավաքականից կարծեմ 3-4 հոգի կարող են խաղալ, որտեղ տարիքը լրանում է, ու մենք սեպտեմբերից արդեն պետք է աշխատանք կատարենք, որ հասկանանք նախ հաստատ գնում ենք B դիվիզիոն թե ոչ, որտեղ դա ըստ ցանկության է, մենք կարող ենք մնալ C դիվիզիոնում, դա նաև հնարավորությունների հարց է, որովհետև B դիվիզիոնը պահանջում է գրեթե եռակի ավելի ռեսուրսներ, իսկ Եվրոպայի առաջությունների նախապատրաստվելը դա առաջին հերթին ռեսուրսներ են,
եւ դրա համար ճիշտ է հավանականությունը մեծ է, որ մենք կգնանք B դիվիզիոն, բայց վերջնական որոշում կայացնենք մինչև սեպտեմբեր ու կհասկանանք որքանով է մեր մյուս տարվա ծրագրերը համապատասխանում B դիվիզիոնի, որտեղ այնտեղ արդեն շատ ավելի օրինակ հասարակ բան ասեմ, հիմա մենք 2 շաբաթ հավաք անցկացրեցինք Երևանում, իսկ B դիվիզիոնի համար պետք է հավաք անցկացնել մոտավորապես 5-ից 6 շաբաթ ու ցանկալի է դրա գրեթե 70% արտասահմանում։ Իսկ դա միջոցներ են, մեծ ծախսեր են, մենք կքննարկենք այդ թվում նաև ԿԳՄՍ-ի հետ, եթե տեսնենք, որ բյուջեն կա, եթե տեսնենք, որ հնարավորությունները ներում են, ինչու՞ չէ, հնարավոր է նույնիսկ փորձենք վերել Երևան B դիվիզիոնը, որտեղ այդ փորձը ունենք արդեն ու ամեն նման մրցաշարը մեզ ավելի ու ավելի է զարգացնում մեր ենթակառուցվածքները, մեր ընդհանուր բասկետբոլի մշակույթը։ Վստահ եմ մարզչական շտաբի հետ խոսել եք Հայաստանի հավաքականի, այստեղից մասնավորապես Ռեքս Գալամյանը տեսնում է բասկետբոլիստների, որոնք հետագայում կարող են օգնել ազգային ընտրանում։ Դե ինչպես նշեցինք, արդեն Յուրա Մելիքյանը բավական լավ անուն է հանել, հա, բասկետբոլային աշխարհում։ Իհարկե, այստեղ էլի կան տաղանդավոր տղաներ, հիմա մենք փորձում ենք նրանց հետ աշխատանք տանել, որ կամ արագ տեղափոխվեն որևէ եվրոպական ակումբ կամ որևէ արտասահմանյան ակումբ, որտեղ այսօր Հայաստանում ակումբները խաղում են կարճ ժամանակահատված, չունեն ենթակառուցվածքները, պայմանները, որ կարող են խաղացողներին օգնել։ Մենք փորձում ենք այդ բացը լրացնել տարբեր միջազգային մրցաշարերով, ինչ որ տեղ ուղարկելով նրանց, բայց ամեն դեպքում ակումբների աշխատանքը պետքա ավելանա, ակումբները պետք է ավելի ուժեղանան, թե մարզերում, թե Երևանում։ Իհարկե Ռեքս Գալամյանի տեսադաշտում կան խաղացողներ, բայց այս պահին չեմ ուզում ինչ որ ամեն ու չվնասենք այդ տղաներին, ամենայն դեպս պոտենցիալ կա։ Դե կարևորը պոտենցիալն է եւ ընդհանրապես այս տարիքը ոչ միայն բասկետբոլում, նաև թիմային շատ այլ մարզաձևերում անցումային տարիք է, որտեղ շատերը կտրուկ են աճում, շատերը կարիերայի անկում են ունենում, հուսանք մեր առաջատարները եւ ընդհանրապես բոլորը կարիերայի մեծ աճ կունենան հետագայում եւ վերջում Դմիտրի կնշես խաղացողների, որոնց հետ հավաքականում ամենահեշտն էր համագործակցելը։ Ну, конечно, больше мы общались ավելի շատ շփվում էինք с парнями из России, Ռուսաստանից եկած մարզիկներով, ну, также много общался и բայց с շատ էի парнями из շփվում Америки, նաև Ամերիկայից եկածների հետ, да и с местными ребятами очень много общались. տեղացիների հետ եւս շատ լավ շփում ունեցանք։ На площадке, ну, конечно, легче было с Խաղահրապարակում парнями из России. իհարկե ավելի հեշտ է Ռուսաստանից եկած մարզիկների հետ, բայց մարզիչների օգնությամբ շփումը բոլորի հետ հասանելի էր։ Как видите, Ինչպես տեսնում եք, մենք ոսկին նվաճ հաղթեցինք, դա նշանակում է, որ թիմում լավ շփում կար։ Եվ հաղթանակ մաղթում մեր մյուս հավաքականներին, առջևում եւս էլի առաջնություններ կան տարբեր դիվիզիոնների։ Շնորհակալ եմ, որ առավոտը մեզ հետ սկսեցիք, հարգելի լրատվամիջոցներ, մեր եթերում հիմա կլինի տեսահոլովակ, որից հետո կարող եք հետևել Առավոտ լուսոյի թողարկման շարունակությունը։